Շնորհակալություն, ես նույնպես կուզենայի խոսել երեկվա հանրահավաքի մասին, պարոն Քոչարյան, հատկապես հանրահավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Քոչարյանի կողմից հնչեցված մի թեզի, թե իբր Հայաստանն է սկսել պատերազմը կամ ինչպես ինքը ասեց, եթե չեմ սխալվում, այլ հնարավորություն չի թողել Ադրբեջանին, այլ տարբերակները բացառելով, ում շեշտեմ հենց այս հանձնաժողովի նիստում, որ դա այն թեզն է, որ Ադրբեջանը առաջ տանելու համար միջազգային հարթակներում ծախսում է միլիոնավոր դոլարներ, տասնյակ ու հարյուրավոր միլիոնավոր դոլարներ։ Ու այդ թեզը Երևանի կենտրոնում 3700 հոգու առաջ հնչեցնելու պատճառը կամ մոտիվը ես հասկանալ ուղղակի չեմ կարող։ Նույն բանը նա արել է իդեպ նաև Ռուսաստանյանն առաջատար լրատվամիջոցների հետ հարցազրույցներում։ Աշխարհում ընդամենը 3 նախկին կամ ներկա պետության ղեկավար կա, որ հայտարարում է, թե Հայաստանն է սկսել 44-օրյա պատերազմը. Էրդողանը, Ալիևը ու Ռոբերտ Քոչարյանը։ Սրա պարզաբանումը ինչ որ մեկը պիտի տա, թե չէ։ Ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության դեմ նման գործողություն, որովհետև նրա խոսքերը, որպես փաստացի Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մեծությամբ երկրորդ ուժի առաջնորդի, Ադրբեջանը շատ հստակ օգտագործելու է միջազգային հարթակներում։ Շատ լավ։ Արձագանք, քանի որ ձեր գործընկերները բացակայում են,